Նավթը սկսում է իր ճանապարհորդությունը գետնի խորքում, թաքնված ժայռերի շերտերի տակ, հսկայական ճնշման տակ։ Հսկա մեխանիզմները յուղը բարձրացնում են մակերես, րոպե առ րոպե, շուրջօրյա։ Այս հեղուկը դեռ վառելիք չէ։ Այն նավթի, գազի և ջրի անկայուն խառնուրդ է։ Արդյունահանված նավթը հավաքվում է արդյունաբերական տեղամասերում, չափվում և պատրաստվում է փոխադրման համար։ Յուրաքանչյուր թեմա վերահսկվում է։ Ճնշում, ջերմաստիճան, ծավալ։ Հազարավոր կիլոմետր երկարությամբ խողովակաշարերը անընդհատ նավթ են մղում առանց կանգ առնելու։ Նավթի պահեստավորման հսկա տանկերը ժամանակակից արդյունաբերության հիմքն են։ Նախ նավթը մտնում է գործարան, որտեղ այն պատրաստվում է վերամշակման։ Յուղից հանվում են ջուրն ու աղերը, որոնք քայքայում են մետաղը և խանգարում հետագա գործընթացներին։ Այստեղ լռության մեջ տեղի է ունենում ֆիզիկայի կախարդանքը։ Մոլեկուլները բաժանվում են, ստեղծելով արտադրանքի իդեալական հաճախականությունը։ Մաքրումից հետո յուղը տաքացվում է, որպեսզի այն պատրաստվի տարբեր ֆրակցիաների բաժանման։ Այս վառարանի ներսում բարձր ջերմաստիճանը թույլ է տալիս նավթը վերամշակել օգտակար արտադրանքի։ Յուղը մտնում է ջեռուցման վառարաններ, որտեղ այն հասնում է մոտ 350 աստիճանի ջերմաստիճանի։ Սա նախապատրաստում է այն խմբակցությունների բաժանմանը։ Յուղը հավասարաչափ տաքացվում է։ Սա կանխում է գերտաքացումն ու սարքավորումների վնասումը։ Յուրաքանչյուր կաթիլ պատրաստվում է հաջորդ փուլին։ Զգուշորեն վերահսկվող ջերմաստիճանը երաշխավորում է, որ նավթը պատշաճ կերպով պատրաստված է արդյունավետ մասնատման համար։ Տաքացվող յուղը մտնում է թորման սյունակ։ Այստեղ այն բաժանվում է կոտորակների, ըստ եռման կետի թեթև կոտորակները բարձրանում են վերև, միջինները մնում են մեջտեղում, իսկ ծանրերը նստում են ներքևում։ Բաժանումն աստիճանական է, յուրաքանչյուր խմբակցություն առանձին հանդիպում է։ Սա բենզինի և դիզելային վառելիքի ապագայի հիմքն է։ Գործընթացը մշտապես վերահսկվում է, յուրաքանչյուր ֆրակցիա ուղարկվում է խստորեն ի նպատակային նպատակների համար։ Սա առանցքային փուլ է ապագա վառելիքի որակի համար։ Ծանր նավթի մնացորդները գնում են ճաքելու։ Այստեղ երկար մոլեկուլները քայքայվում են բարձր ջերմաստիճանի և ճնշման տակ։ Ճաքերի արդյունքում առաջանում են հավելյալ բենզին ու դիզել։ Սա մեծացնում է վառելիքի եկամտաբերությունը և վերամշակման արդյունավետությունը։ Գործընթացը պահանջում է ջերմաստիճանի և ճնշման ճշգրիտ վերահսկում։ Յուրաքանչյուր մոլեկուլ քայքայվում է ճիշտ այնպես, ինչպես անհրաժեշտ է։ Կոտորակները անցնում են կատալիզատորների միջով։ Մոլեկուլները մշակվում են հնարավորինս արդյունավետ։ Սա վառելիքի ապագայի համար առանցքային քայլ է։ Վառելիքի յուրաքանչյուր բաղադրիչ ենթարկվում է խիստ փորձարկման, օկտանային մակարդակը և կայունությունը բարելավելու համար։ Յուղը ենթարկվում է հիդրոմշակման։
Հեռացվում են ծծումբը եւ վնասակար միացությունները։ Սա թույլ է տալիս մեզ համապահպանական չափանիշներին։ Ջրածինը խառնվում է ֆրակցիաների հետ։ Սա հեռացնում է ծծումբը եւ այլ կեղտեր։ Վառելիքը դառնում է անվտանգ եւ մաքուր։ Հիդրոմշակումը բարելավում է վառելիքի որակը։ Սա պատրաստում է դրա խառնման եւ հետագա օգտագործման համար։ Բենզինի տարբեր բաղադրիչները խառնվում են հատուկ բաքերում։ Օկտանային թիվը ճշգրտվում է։ Խառնուրդին ավելացվում են հավելումներ։ Սա կբարելավի վառելիքի հատկությունները եւ կպաշտպանի շարժիչը։ Երբ նավթը տաքացվում եւ առանձնանում է, թեթև մասերը գնում են բենզինի մեջ, իսկ ծանր մասերը մնում են ներքևում։ Եվ հենց այս ծանր մասերից էլ դիզելն է պատրաստվում։ Այս ծանր նավթը ստվում է, երբեմն վերամշակվում է ճաքերի եւ կատալիզատորների միջոցով, մաքուր եւ անվտանգ դիզել արտադրելու համար։ Արտադրությունից հետո վառելիքը մղվում է մեծ տանկերի մեջ։ Բենզինը եւ դիզելային վառելիքը պահվում են առանձին, որակը եւ անվտանգությունը պահպանելու համար։ Պահպանումն օգնում է պահպանել վառելիքը միջև այն բենզալցակայան տեղափոխելը։ Վառելիքը կարող է շարժվել խողովակաշարերով, երկաթուղիներով կամ մեքենաներով։ Այսպես է առաքվում տարբեր քաղաքներ։ Լոգիստիկան օգնում է վառելիքը հասնել այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է, որպեսզի մեքենաները կարողանան վարել առանց խնդիրների։ Վառելիքը առաքվում է գազացակայաններին։ Բենզինը եւ դիզելային վառելիքը պահվում են ստորգետնյա տանկերում։ Այստեղից դրանք ուղղակիորեն լցվում են մեքենաների մեջ։